Իրականում պարոն Կարապետյան բոլորս ենք տեսնում, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության իշխանությունները թիրախավորել հայոց եկեղեցին, նրա քաղաքալին, հայոց հայրապետին, տարբեր հոգևորականների անհիմն մեղադրանքներ հնչեցնում եւ պետական պաշտոններին ոչ վայել խոսքու բառ օգտագործում։ Իբրև հայ եկեղեցու անդամ, հայ բարերար, ինչ կարծիք, ինչ գնահատականում եք այս ամենի հետ կապված։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Մերսը որն է։ Տնից նոր մտա ջուր խմեցի դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ է, թորները վազում են մեր այդքան բան։ Վազվզում են, այս ծերից են ծերը։ Պարոն Կարապետյան, հասկանալի չէ, հիմա ի վերջո տանը խոզարկություն իրականացնում են, թե ոչ։ Եթե թորները ներսում վազվզում են, բնականաբար չի կարող։ Հյուրերը չեն վազվզում այս։ Ուրեմն հյուրերը չեն վազվզում, չէ, հենց նոր տեղեկացա, որ խոզարկություն չկա տանը։ Այսինքն ընդհանրապես չի իրականացվել, թե այս պահին դադարեցված է։ Ինչքան տեսա չի իրականանում։ Եթե եղել է, ես չգիտեմ։ Բայց կարծում եմ չէ։ Եթե ելներ գոնե կասեին ինձ։ Բայց իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներսում են հիմա։ Չէ, մեր տնեցիներն են, ասում եմ թորներս են վազվզում ընդդեմ։ Բայց այդ տան հարակից մասերում կանգնած են կարծես դիմակայող։ Չէ, ոչ, չէ, նորմալ է, եկել են մեզ պաշտպանել։ Վատ բան են անում։